Ողջույն բոլորին, հուլիսի 14-ին տեղի կունենա նորալուսին խեցգետին նշանում, 22 աստիճան խեցգետին նշանում, Հայաստանի ժամանակով ժամը 13:43 րոպե, բավականին հեռու է լինելու, լուսինը մեզանից այնպես որ չեք տեսնելու, չի երևալու լուսինը, իսկ դա նշանակում է, որ այս նորալուսնի ազդեցությունը ավելի շատ կապված է ոչ թե արտաքին իրադարձությունների, այլ մեր ներքին իրադարձությունների հետ, ներքին աշխարհի հետ։ Այն ուշադրությունը պետք դարձնել նրան, ինչը որ մենք պահում ենք մեր ներսում։ Ուզում ենք արտահայտվել, բայց չենք կարողանում դեռ։ Այս նորալուսինը միանում է հետադարձ Մերկուրին եւ լարված միացում ունի նաեւ Սատուրնի հետ։ Այս միացումը մեզ սովորեցնում է լինել մեղմ ու հոգատար, բայց միաժամանակ հստակ եւ ազնիվ։ Խեցգետնի նշանը մեզ հուշում է փնտրել ապահովություն եւ ներքին խաղաղություն։ Սատուրնը հիշեցնում է, որ յուրաքանչյուր մարդու կյանքում անհրաժեշտ են առողջ սահմաններ։ Իսկ հետադարձ Մերկուրին առաջարկում է վերանայել մեր խոսքերը, հիշողությունները, խոստումները եւ նույնիսկ այն ընտանեկան սովորությունները, որոնք տարիներ շարունակ մեզ հետ են եղել։ Աստղագիտական տեսանկյունից նորալուսինը երկնքում տեսանելի չի լինի, ինչպես նշեցի, քանի որ նրա լուսավորված կողմը շրջված կլինի երկրից հակառակ ուղղությամբ։ Սա նորալուսնի հետաքրքիր առանձնահատկություններից մեկն է։ Թեև մենք այն չենք տեսնում, նրա ազդեցությունը կարող է բավականին ուժեղ զգացվել։ Հաճախ նման նորալուսինը անվանում են սուպեր նորալուսին։ Այս օրերին մեր զգացմունքները կարող են ավելի ուժեղ լինել, քան սովորաբար։ Մեկ սովորական նախադասությունը կարող է մեզ շատ ավելի խորը ազդեցություն թողնել, քան սպասում ենք։ Լռությունը նույնպես կարող է ավելի ծանր թվալ։ Որոշ մարդիկ կարող են առանց ակնհայտ պատճառի զգալ հոգնածություն կամ հուզական ծանրաբեռնվածություն, հատկապես եթե օրը լի լինի աղմուկով, բազմաթիվ հանդիպումներով կամ սոցիալական պարտավորություններով։ Պարզապես մի փորձեք ձեզ ստիպել անընդհատ ակտիվ լինել կամ բոլորին հաճոյանալ։ Ավելի լավ է նվազեցնել աղմուկը, հոգ տանել ձեր նյարդային համակարգի մասին եւ ժամանակ հատկացնել հանգստին։ Քանի որ նորալուսինը տեղի ունենում խեցգետին նշանում, իսկ խեցգետինը դա տան, ընտանիքի, ջերմության, հիշողությունների եւ մեր արմատների նշանն է։ Բայց այստեղ խոսքը միայն այն տան մասին չէ, որը ապրում ենք։ Խոսքը նաեւ այն ներքին խաղաղության մասին է, որտեղ մենք մեզ ապահով ու պաշտպանված ենք զգում։ Այս նորալուսինը կարծես մեզ հարց է տալիս. որտեղ ես դու քեզ իսկապես տանը զգում։ Եվ քանի որ այս նորալուսնի ժամանակ նաեւ հետադարձ Մերկուրին կա, նաև լարված միացումը Սատուրնի հետ, դա նշանակում է, որ կյանքը կարող է մեզ ստիպել վերադառնալ անցյալին։ Հնարավոր է հիշենք հին խոսակցությունները, չլուծված հարցերը կամ իրավիճակները, որոնք որ դեռ պատասխանների են սպասում, եւ դա նաև կարող է լինել մեր ընտանիքի անդամների հետ։ Այս նորալուսնի ժամանակ պետք չէ շատ արագ ինչ-որ գործողություններ անել, որովհետև հետադարձ է Մերկուրին, լարված միացում կա, եւ դա հենց նշանակում է, որ մի փոքր կանգ առ, լսիր ինքդ քեզ, հանգստացիր, վերականգնիր ուժերդ, հետո նոր կանես, որովհետև միևնույնն է, ինչ էլ որ անեք, հետադարձ է Մերկուրին։ Այս օրերին շատերի մոտ կարող է ցանկություն առաջանալ տունը կարգի բերել։ Միգուցե ցանկանաք սենյակը վերադասավորել, ազատվել ավելորդ իրերից, ինչ-որ բան փոխել խոհանոցում կամ պարզապես ավելի հարմարավետ դարձնել ձեր տունը, որովհետև խեցգետինը դա հենց մեր տունն է, եւ կցանկանաք ավելի շատ ջերմություն, մաքրություն, հարմարավետություն լինի ձեր տանը։ Եվ մեր տունը կարգ ու կանոն ունի, հաճախ նաեւ մեր մտքերն են ավելի հանգիստ դառնում։ Այս օրերին նաև խորհուրդ է տրվում ավելի ուշադիր լինել փաստաթղթեր ստորագրելիս, կարևոր հաղորդագրություններ ուղարկելիս կամ տան հետ կապված հարցեր լուծելիս։ Եթե պետք է որևէ կարևոր նամակ գրեք կամ պատասխանեք, միշտ ապեք։ Գրեք, հետո մի քիչ սպասեք, նորից կարդացեք եւ միայն հետո ուղարկեք։ Հաճախ հենց այդ մի քանի րոպեն կարող է կանխել մեծ թյուրիմացությունը։ Եթե պետք է ընտանիքի անդամի հետ լուրջ թեմա քննարկեք, նույնպես միշտ ապեք եզրակացություններ անել։ Փորձեք նախ հասկանալ,
թե մարդն իրականում ինչ է ուզում ասել։ Երբեմն մարդիկ բարձրաձայնում են մի բան, բայց իրենց սրտում բոլորովին ուրիշ ցավ կամ սպասում ունեն։ Օրինակ, երբ մարդն ասում է ես շատ եմ հոգնել, գուցե իրականում ուզում է ասել ես ինձ մենակ եմ զգում այս ամենի մեջ։ Իսկ երբ ասում է ոչինչ, ամեն ինչ լավ է, հնարավոր է ներսում պարզապես սպասում է, որ իրեն հասկանան եւ աջակցեն։ Հենց դրա համար էլ այս նորալուսնի ամենակարևոր խորհուրդներից մեկն է ոչ միայն լսել խոսքերը, այլ նաև փորձել հասկանալ այն զգացմունքները, որոնք թաքնված են դրանց հետևում։ Եվ եթե սովորենք իրար ավելի ուշադիր լսել, շատ խնդիրներ ընդհանրապես չեն առաջանա։ Եվ գուցե հենց այս նորալուսինը դառնա այն պահը, երբ ձեր հարաբերություններում վերջապես կհայտնվեն ավելի շատ անկեղծություն, ջերմություն եւ փոխըմբռնում։ Այսքանը սիրելիներս առաջին մասի համար չեմ ուզում ձեզ շատ ծանրաբեռնել, շատ կարող է խոսել հատկապես լարված միացում կա Սատուրնի հետ, բայց շատերը սպասում են, որ իրենց նշանի մասին խոսեմ։ Եվ այսպիսով հարգելի խոյեր, այս նորալուսինը տեղի կունենա ձեր 4-րդ տանը, մեր տան, ընտանիքի, հայրենիքի եւ անշարժ գույքի տունը։ Սիրելիներս, այս շրջանը կապված է ձեր տան, ընտանիքի, արմատների եւ այն ամենի հետ, ինչը ձեզ համար հարազատ ու կարեւոր է։ Շատերի մոտ այս ժամանակահատվածում կարող է առաջանալ ցանկություն ավելի շատ ժամանակ անցկացնել տանը, կարգի բերել ձեր տարածքը, վերանորոգել, փոխել ինչ-որ բան, ավելի հարմարավետ դարձնել ձեր անկյունը։ Եթե նախկինում տան, ընտանիքի կամ անշարժ գույքի հետ կապված ինչ-որ հարցեր կանգնած էին, չէին շարժվում կամ փակ ճանապարհի նման էր թվում, հիմա իրավիճակը կարող է սկսել առաջ գնալ։ Ոմանք կարող են մտածել տեղափոխվելու մասին, ուրիշ բնակարան գտնելու, տուն գնելու կամ վաճառելու մասին։ Հնարավոր են նաև ընտանեկան հարցերի լուծումներ, որոնք երկար ժամանակ սպասել են իրենց հերթին։ Այս շրջանը կարող է կարևոր նորություններ բերել նաև ձեր հարազատների կողմից։ Կարող եք տեղեկատվություն ստանալ ծնողներից, ընտանիքի անդամներից կամ մարդկանցից, ովքեր ձեզ համար շատ կարևոր են։ Եթե ունեք անավարտ փաստաթղթեր կապված տան, սեփականության, ժառանգության կամ որևէ իրավական հարցի հետ, հնարավոր է դրանք սկսեն լուծվել կամ վերջապես շարժվեն առաջ։ Շատերի մոտ կարող է լինել նաև տուն հյուրեր ընդունելու, հարազատների հետ հանդիպելու կամ ընդհակառակը ինքներդ գնալու ընտանիքի մոտ։ Այս շրջանը հիշեցնում է, որ երբեմն պետք է ոչ միայն արտաքին աշխարհում առաջ շարժվել, այլ նաև ուշադրություն դարձնել այն վայրին, որտեղ դուք ապրում եք եւ որտեղ վերականգնվում է ձեր ուժերը։ Եթե վաղուց երազել եք տան, փոփոխության, նոր կահավորման, վերանորոգման կամ ավելի գեղեցիկ ու հարմարավետ միջավայր ստեղծելու մասին, հիմա լավ ժամանակ է սկսել այդ ուղղությամբ քայլեր անել։ Տունը միայն պատերը չեն։ Տունը այնտեղն է, որտեղ մենք հանգստանում ենք, ուժ ենք հավաքում եւ զգում ենք, որ մեզ սպասում են։ Թող այս շրջանը բոլորիդ բերի խաղաղություն, ջերմություն, ընտանեկան ներդաշնակություն եւ այնպիսի փոփոխություններ, որոնք ձեր կյանքը կդարձնեն ավելի հարմարավետ ու երջանիկ։ Հարգելի ցուլեր, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 3-րդ տանը, ուսման, փաստաթղթերի, հաղորդակցության, հարևանների, կարճ ճանապարհների եւ տեղեկատվության տունն է։ Այս շրջանը կապված է ձեր մտքերի, խոսքի, սովորելու, նոր գիտելիքների եւ մարդկանց հետ կապերի հետ։ Շատերի մոտ կարող է ակտիվանալ շփման շրջանը, ավելի շատ խոսակցություններ կլինեն, նոր ծանոթություններ, հանդիպումներ, նոր մարդիկ կարող են մտնել ձեր կյանք։ Եթե երկար ժամանակ սպասել եք որևէ փաստաթղթի, պատասխանի կամ պաշտոնական լուրի, հնարավոր է այս հարցերը սկսեն առաջ շարժվել։ Կարող եք ստանալ նորություն, պատասխան կամ տեղեկատվություն, որին սպասում եք։ Այս շրջանը լավ է նաև սովորելու համար։ Կարող եք սկսել նոր դասընթաց, լեզու սովորել, մասնակցել սեմինարի կամ ձեռք բերել նոր հմտություններ, որը հետո ձեզ օգտակար կլինի։ Ոմանց մոտ կարող է ակտիվանալ մեքենայի, տեխնիկայի կամ տեղափոխությունների թեման։ Հնարավոր է մեքենայի հետ կապված հարց լուծեք։ Նոր մեքենայի մասին մտածեք կամ ինչ-որ գնում կատարեք։ Շատ կարևոր կլինի նաև ձեր շրջապատը։ Կարող եք ավելի շատ շփվել հարևանների, բարեկամների, ընկերների կամ ձեզ մոտ գտնվող մարդկանց հետ։ Հնարավոր է նոր մարդ հայտնվի ձեր շրջապատում, որը հետագայում կարևոր դեր կունենա։ Եթե միայնակ եք, ծանոթությունը կարող է գալ հենց շփումների, ընկերների կամ նույնիսկ սոցիալական ցանցերի միջոցով։
Այս շրջանը լավ է նաև ձեր գաղափարները խոսելու, ներկայացնելու եւ տարածելու համար։ Եթե ունեք բիզնես, ստեղծագործական աշխատանք կամ միտք, որը ցանկանում եք մարդկանց ցույց տալ, հիմա ավելի հեշտ կլինի դրա մասին խոսել։ Եթե նախկինում ինչ-որ գործ առաջ չէր գնում, փաստաթղթերի պատճառով հիմա կարող են բացվել նոր հնարավորություններ։ Այս շրջանի գլխավոր խորհուրդը ավելի շուտ մի փակվեք ձեր մեջ։ Խոսեք, սովորեք, կապեր ստեղծեք, հարցրեք, տեղեկացեք։ Երբեմն ճիշտ մի խոսակցությունը կարող է բացել այն դուռը, որը երկար ժամանակ փակ էր։ Թող այս շրջանը ձեզ բերի լավ նորություններ, օգտակար ծանոթություններ, հաջող ուսում եւ այնպիսի խոսքեր, որոնք կփոխեն ձեր կյանքը դեպի լավը։ Հարգելի եկվորյակներ, այս նորալուսինը տեղի կունենա ձեր երկրորդ տանը, ֆինանսների, եկամուտների, նյութական արժեքների, ինքնագնահատականի եւ սեփական կարողությունների ոլորտում։ Այս շրջանը շատ կարևոր է ֆինանսների, եկամուտների եւ ձեր սեփական արժեքը հասկանալու համար։ Այս ժամանակահատվածում շատերի մոտ կարող է բացվել հնարավորություն բարելավելու ֆինանսական վիճակը։ Կարող են հայտնվել նոր եկամտի աղբյուրներ, նոր առաջարկներ կամ գաղափարներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի շատ գումար աշխատել։ Եթե ունեք պարտքեր, սպասվող վճարումներ կամ ֆինանսական հարցեր, հնարավոր է սկսեն լուծումներ գտնել։ Ոմանք կարող են ստանալ գումար, որին երկար էիք սպասել, կամ վերադարձ ստանալ այն բանի համար, ինչը արդեն մոռացել էիք։ Շատ կարևոր է այս ընթացքում չվախենալ ֆինանսական հնարավորություններից, եթե ձեր առաջ գալիս է նոր առաջարկ, նոր գործ կամ համագործակցություն, ուշադրությամբ ուսումնասիրեք այն։ Այս շրջանը լավ է նաև ձեր աշխատանքի կամ հմտությունների միջոցով գումար ստեղծելու համար։ Եթե դուք ունեք տաղանդ, ստեղծագործական գործ, ձեռքի աշխատանք կամ մի բան, որը շատ եք սիրում անել, հնարավոր է այն սկսի եկամուտ բերել։ Ոմանք կարող են առաջին անգամ գումար աշխատել հենց իրենց սիրած զբաղմունքից կամ այն գործից, որը նախկինում միայն որպես հետաքրքրություն էիք անում։ Հնարավոր է նաև փոփոխություններ աշխատանքի մեջ, ավելի լավ պայմաններ, աշխատավարձի բարձրացում, հավելավճար կամ նոր հնարավորություններ։ Այս շրջանը հիշեցնում է, որ ձեր ամենամեծ արժեքը միայն գումարը չէ։ Ձեր գիտելիքը, փորձը, ձայնը եւ այլն, այն, ինչ կարողանում եք անել, նույնպես մեծ արժեք ունեն։ Եթե դուք ստեղծագործում եք, խոսում եք, տեսանյութեր եք պատրաստում կամ աշխատում եք մարդկանց հետ, ձեր ձայնը կարող է դառնալ ձեր ուժը եւ բերել նոր հնարավորություններ։ Այս շրջանը նաև սովորեցնում է ճիշտ վերաբերվել գումարին, գնահատել այն, խելամիտ օգտագործել եւ բաց չթողնել հնարավորությունը։ Թող այս շրջանը ձեզ բերի ֆինանսական կայունություն, նոր եկամուտներ, հաջող գործարքներ եւ վստահություն ձեր սեփական ուժերի նկատմամբ։ Հարգելի խեցգետիններ, այս նորալուսինը տեղի ունենում հենց ձեր նշանում 22 աստիճան, ովքեր որ ծնվել են այդ աստիճանում, ում ասցենդենտը որ հենց այդ աստիճանում է մոտապես 19-ից մինչև 25 աստիճան, ապա դուք եւս շատ ուժեղ կզգաք այս նորալուսինը։ Բնականաբար առաջին տունը դա ամենակարևոր տունն է, որովհետև խոսքը հենց մարդու մասին է, ձեր եսի, արտաքինի, նոր շրջանի եւ ինքնափոխության մասին է։ Այս շրջանը կապված է հենց ձեզ հետ, ձեր անձի, արտաքինի, ինքնավստահության եւ կյանքի նոր փուլի հետ։ Առաջին տունը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք ներկայանում աշխարհին, ինչպես ենք մենք զգում եւ ինչ նոր ճանապարհ ենք սկսում։ Բայց նաև ուզում եմ ասել, թե ում վրա կազդի, ավելի շատ ովքեր որ ծնվել են հիմա, հենց այս օրերին, ամսի 11-ից մինչև հուլիսի մոտապես 16-17-ը։ Այս ժամանակահատվածում շատերի մոտ կարող է առաջանալ ցանկություն փոխելու ինչ-որ բան իրենց մեջ։ Դա կարող է լինել արտաքին տեսքը, ոճը, մազերը, հագուստը կամ ընդհանրապես ձեր վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Նաև այստեղ եւս կանգ առնեմ, որովհետև հիշեցի, որ ես նաև արել եմ առաջին տան մասին, այսինքն առաջին լուսնային օրը ծնվող անձնավորության մասին։ Եթե ձեր տանը ինչ-որ մեկը կծնվի հենց այս օրը, ապա դա նշանակում է, այն նշանակություն ունի, լսեք այդ մասին։ Լսեք, ինչպես պետք է իրեն դաստիարակեք իր կյանքը եւ իր ապագայի մասին։ Հնարավոր է զգաք, որ եկել է ժամանակը նոր էջ բացելու եւ այլ կերպ նայելու ձեր կյանքին։
Ոմանց մոտ կարող են հայտնվել նոր առաջարկներ, հետաքրքիր հնարավորություններ, նոր համագործակցություն կամ գործեր, որոնք երկար սպասել են իրեն ժամանակին։ Եթե նախկինում ինչ-որ ծրագրեր կանգնած էին, հիմա կարող է այդ գալ ավելի շատ շարժվելու եւ դրանք առաջ տանելու պահը։ Այս շրջանը ձեզ ուժ է տալիս ավելի համարձակ դառնալու, հավատալու ձեր ուժերին եւ ավելի վստահ ներկայացնելու ինքներդ ձեզ։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել ձեր առողջությանը, արտաքին տեսքին եւ ընդհանուր ինքնազգացողությանը։ Կարող եք սկսել նոր ռեժիմ, զբաղվել սպորտով, փոխել սովորություններն ու ավելի լավ հոգ տանել ձեր մասին։ Սա նաև նոր ծանոթությունների եւ նոր կապերի շրջան կարող է լինել։ Մարդիկ կարող են ավելի շատ նկատել ձեզ, հետաքրքրվել ձեզանով եւ ձեր ներկայությունը կարող է ավելի ուժեղ զգացվել։ Սիրելիներս, այս շրջանը կարծես ասում է, ժամանակն է հիշել, թե ով եք դուք եւ ինչի եք արժանի։ Մի վախեցեք փոփոխություններից։ Երբեմն կյանքի նոր փուլը սկսվում է հենց այն պահից, երբ մենք որոշում ենք փոխվել ներսից եւ դրսից։ Թող այս շրջանը ձեզ բերի նոր ուժ, վստահություն, գեղեցիկ փոփոխություններ, հաջողություններ եւ այնպիսի հնարավորություններ, որոնք ձեզ կտանեն դեպի ավելի լավ ապագա։ Հարգելի առույցներ, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 12-րդ տանը։ Ապա առաջիկա 2 շաբաթները ավելի շատ ներքին փոփոխությունների շրջան են լինելու։ Շատերդ կարող եք ցանկանալ մեկնել ճանապարհորդության կամ նույնիսկ մտածել արտագաղթի մասին։ Ոմանք երկար սպասված պատասխան կստանան, իսկ ոմանց համար կարող է բացահայտվել մի գաղտնիք, որը վաղուց անհայտ էր։ Սա նաև շատ լավ ժամանակ է ավարտելու այն գործերը, որոնք երկար ժամանակ կիսատ էին մնացել։ Այս նորալուսինը կարծես ասում է՝ մի քիչ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ։ Եթե հոգնել եք, հանգստացեք։ Եթե ինչ-որ բան միշտ հետաձգել եք, որովհետև ուժ, ժամանակ կամ հնարավորություն չկար, հիմա հենց ճիշտ պահն է վերադառնալու այդ գործերին։ Հատկապես այն գործերին, որոնք իսկապես սիրում եք անել, բայց միշտ մի կողմ եք դրել։ Շատերը կսկսեն կարգի բերել իրենց փաստաթղթերը, վերանայել հին հարցերը կամ մաքրել ու դասավորել այն տարածքները, որոնք վաղուց ուշադրության չէին արժանացել, օրինակ պահեստը, ավտոտնակը կամ մառանը։ Եթե ապրում եք արտերկրում, հիմա շատ լավ շրջան է հնարավորինս արագ կարգավորելու բոլոր փաստաթղթային հարցերը եւ վերջացնելու այն, ինչ երկար ժամանակ ձգձգվում էր։ Իդեպ հետադարձ Մերկուրիի ժամանակ շատ լավ է երկրորդ անգամ դիմելու օտարերկրում փաստաթղթերի համար։ Շատերդ պարզապես կցանկանաք մի փոքր հեռանալ մարդկանցից, մնալ միայնակ, լռության մեջ, որպեսզի հանգիստ մտածեք եւ վերջնական լուծում գտնեք ձեզ հուզող որևէ կարևոր հարցի։ Եթե երկար ժամանակ սպասում եք ինչ-որ մեկի հայտնվելուն, լինի կին, թե տղամարդ, հնարավոր է այդ մարդը վերջապես հայտնվի ձեր կյանքում։ Ոմանք կարող են ստանալ արտասահման մեկնելու հետ կապված փաստաթղթեր, իսկ մյուսները ծանոթանալ օտարերկրացու հետ։ Եթե զբաղվում եք հոգեբանությամբ, էներգետիկայով, հոգևոր պրակտիկաներով կամ աշխատում եք մարդկանց ներաշխարհի հետ, ապա սա շատ հաջող շրջան է։ Կարող եք սկսել նոր նախագիծ կամ նույնիսկ առանձին աշխատավայր ունենալ։ Ոմանք կարող են ստանալ բավականին մեծ գումար, նույնիսկ այնպիսի պարտք, որի մասին արդեն մոռացել եք։ Իսկ ոմանք վերջապես կհանդիպեն այն մարդուն, ում շատ երկար ժամանակ փնտրում էին, բայց չէին կարողանում գտնել։ Հարգելի կույսեր, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 11-րդ տանը։ Ապա առաջիկա 2 շաբաթների գլխավոր թեման լինելու են ընկերները, սոցիալական ցանցերը, նոր ծանոթությունները եւ ձեր երազանքները։ Եթե վաղուց մտածում եք սոցիալական ցանցերում նոր էջ բացելու, նոր նախագիծ սկսելու կամ նորից ակտիվանալու մասին, ապա հիմա դրա համար շատ լավ ժամանակ է։ Ավելի շատ կշփվեք ընկերների հետ, նոր մարդիկ կմտնեն ձեր կյանք, իսկ ոմանց շրջապատն ընդհանրապես կփոխվի դեպի ավելի հետաքրքիր ու օգտակար մարդիկ։ Եթե ձեր էջը, բիզնեսը կամ գործունեությունը սոցիալական ցանցերում դանդաղ էր զարգանում, գրեթե ոչ ոք չէր հետևում կամ չէր արձագանքում, ապա հիմա իրավիճակը կարող է փոխվել։ Ամեն ինչ սկսելու է ավելի արագ առաջ գնալ։ Շատերը կարող են հրավեր ստանալ, մասնակցելու որևէ միջոցառման, համագործակցության կամ միանալ նոր խմբի, որտեղ շատ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանաք։ Այս գործերում, որոնք երկար ժամանակ տեղից չէին շարժվում, վերջապես հաջողություն կգա, հատկապես եթե դրանք կապված են մեծ լսարանի կամ մարդկանց հետ աշխատելու հետ։
Եթե ձեր աշխատանքը կամ բիզնեսը կախված է մարդկանցից, հաճախորդներից կամ հետևորդներից, ապա կարող եք զգալ, որ հետաքրքրությունը ձեր նկատմամբ սկսում է աճել։ Ոմանց ամենանվիրական ցանկություններից մեկը կարող է իրականանալ, հատկապես եթե այն կապված է սոցիալական ցանցերի, ինտերնետի կամ հանրային գործունեության հետ։ Հնարավոր է հանդիպեք վաղեմի ընկերների, դասընկերների կամ մարդկանց, որոնց վաղուց չեք տեսել։ Եթե ցանկանում եք ելույթ ունենալ, երգել, բեմ բարձրանալ կամ ներկայանալ մեծ լսարանի առաջ, ապա այս շրջանը դրա համար շատ հաջող է։ Նաև շատ բարենպաստ ժամանակ է նոր կենցաղային տեխնիկա կամ աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ գնելու համար։ Եվ ամենակարևորը, 11-րդ տունը նաև մեր երազանքների տունն է։ Այդ պատճառով այս նորալուսնի օրերին անպայման պահեք ձեր ամենամեծ ցանկությունը սրտում։ Պատկերացրեք այն արդեն իրականացած, որովհետև տիեզերքը հիմա շատ լավ է լսում ձեր անկեղծ ցանկությունները։ Հարգելի կշեռքներ, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 10-րդ տանը։ Առաջիկա 2 շաբաթների ամենակարևոր թեման լինելու է աշխատանքը, կարիերան, հասարակության մեջ ձեր դիրքն ու հաջողությունը։ Սա շատ ուժեղ նորալուսին է նրանց համար, ովքեր ցանկանում են կյանքում մի աստիճան բարձրանալ։ Նորալուսնից հետո շատերի կյանքում կարող են լուրջ փոփոխություններ լինել, ոմանք նոր պաշտոն կստանան, ոմանք կբացեն իրենց սեփական բիզնեսը, ոմանք կանցնեն ավելի լավ աշխատանքի, իսկ ոմանց կարգավիճակը ընդհանրապես կփոխվի, օրինակ ամուսնություն, երեխայի ծնունդ կամ նույնիսկ թոշակի անցնելը։ Եթե աշխատանքի հետ կապված ինչ-որ հարց երկար ժամանակ կանգնած էր, հիմա այն վերջապես կսկսի առաջ շարժվել։ Շատերի հեղինակությունն ու հարգանքը կբարձրանա, մարդիկ ավելի շատ կգնահատեն ձեր աշխատանքը, ձեր փորձն ու այն ամենը, ինչ անում եք։ Ոմանք կարող են ստանալ արտերկրում ապրելու կամ աշխատելու հետ կապված կարևոր փաստաթուղթ, որն ամբողջությամբ կփոխի ձեր կյանքն ու կարգավիճակը։ Եթե աշխատանք եք փնտրում, հնարավոր է զանգ ստանաք, հնարավոր են հարցազրույցի կամ առաջարկներ նոր աշխատանքի։ Սա նաև շատ լավ ժամանակ է ղեկավարների, գործընկերների կամ գործարար մարդկանց հետ կարևոր բանակցություններ վարելու համար։ Կարող եք պայմանավորվել ձեզ համար ավելի շահավետ պայմաններով։ Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, ովքեր իսկապես կաջակցեն ձեզ եւ կօգնեն առաջ գնալ։ Հնարավոր է ստորագրեք շատ կարևոր պայմանագիր կամ իրավաբանական փաստաթուղթ, որը մեծ նշանակություն կունենա ձեր ապագայի համար։ Ոմանք կարող են տեղափոխվել նոր տուն կամ նոր քաղաք եւ այդ փոփոխությունը նույնպես կբարձրացնի ձեր կարգավիճակը։ Իսկ եթե պատրաստվում եք մասնակցել մրցույթի, քննության կամ որևէ ընտրության, ապա հաջողության հասնելու հավանականությունը բավականին մեծ է։ Այս շրջանը նաև բարենպաստ է նոր բնակարան, տուն կամ հողատարածք ձեռք բերելու համար։ Նաև կարգավիճակը դա ամուսնալուծությունն է։ Ոմանք նաև կարող են ամուսնալուծվել եւ ապրել ազատ։ Մի խոսքով, եթե երկար ժամանակ սպասում եք, որ ձեր աշխատանքային կյանքում ինչ-որ բան փոխվի, ապա այս նորալուսինը կարող է հենց այն շրջադարձ կետը դառնալ, որից հետո ամեն ինչ կսկսի զարգանալ ձեր օգտին։ Հարգելի կարիճներ, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 9-րդ տանը։ Առաջիկա 2 շաբաթների գլխավոր թեման լինելու են ճանապարհորդությունները, արտերկիրը, ուսումը, փաստաթղթերը եւ նոր հնարավորությունները։ Մի փոքր խորհուրդ, եթե այս օրերին պատրաստվում եք որևէ բան պատվիրել կամ կարևոր գնումներ անել, միշտ ապեք ամեն ինչ մի քանի անգամ ստուգեք, որպեսզի հետո սխալների պատճառով խնդիրներ չունենաք։ Շատերը կարող են հանձնել քննություն, ստանալ դիպլոմ կամ հաջողությամբ ավարտել ուսումը։ Ոմանք ճանապարհորդության կմեկնեն, իսկ ոմանց մոտ վերջապես առաջ կշարժվեն դատական կամ իրավաբանական հարցերը։ Եթե վաղուց ցանկացել եք օտար լեզու սովորել, դասընթացների մասնակցել կամ ձեր գիտելիքները զարգացնել, հիմա դրա համար շատ հաջող ժամանակ է։ Ոմանք կարող են մասնակցել ցուցահանդեսների, սեմինարների կամ կարևոր միջոցառումների, որտեղ հետաքրքիր մարդկանց հետ կծանոթանաք։ Եթե ձեր կյանքը կապված է արտերկրի հետ, ապա հնարավոր է հաճելի ծանոթություն ունենաք օտարերկրացու հետ, որը հետագայում կարևոր դեր կունենա ձեր կյանքում։ Եթե սպասում եք քաղաքացիության, վիզայի, կացության, իրավունքի կամ որևէ այլ կարևոր փաստաթղթի, ապա մեծ հավանականությամբ հենց այս շրջանում կստանաք երկար սպասված պատասխանը։ Եթե դատական հարց ունեք, այն նույնպես կարող է վերջապես առաջ շարժվել։
Եթե սովորում եք կամ պատրաստվում եք ընդունվել որևէ ուսումնական հաստատություն, ապա դասերն ավելի հեշտ կտրվեն եւ սովորելու մեծ ցանկություն կունենաք։ Ոմանք կարող են իմանալ ուրախ լուր ընտանիքում սպասվող փոքրիկի մասին, իսկ ոմանք տեղեկանալ, որ իրենց երեխան է երեխա ունենալու։ Շատերի համար բարենպաստ շրջան է վիզա ստանալու, արտերկրի տեղափոխվելու կամ արտասահմանյան կազմակերպության հետ համագործակցելու համար։ Եթե ցանկանում եք բարձրագույն կրթություն ստանալ, վերապատրաստում անցնել կամ նոր մասնագիտություն սովորել, մի հետաձգեք։ Այս նորելուսինը շատ լավ հնարավորություն է բացում։ Իսկ եթե դասավանդում եք, գրում եք, գիտական կամ ստեղծագործական գործունեությամբ եք զբաղվում, ապա այս շրջանը կարող է ձեզ նոր հաջողություններ եւ ճանաչում բերել։ Մի խոսքով 9-րդ տունը բացում է նոր հորիզոններ։ Եթե վաղուց երազում եք ընդլայնել ձեր աշխարհը, սովորել, ճանապարհորդել կամ նոր կյանք սկսել, ապա այս նորելուսինը կարող է հենց այդ դուռը բացել ձեր առջև։ Հարգելի աղեղնավորներ, այս նորելուսինը տեղի ունենում ձեր 8-րդ տանը։ Առաջիկա 2 շաբաթները կապված են լինելու ֆինանսների, վարկերի, ժառանգության, մեծ գումարների եւ կյանքի կարևոր փոփոխությունների հետ։ Եթե սպասում եք բանկից, ապահովագրական ընկերությունից կամ որևէ պետական կառույցից ֆինանսական պատասխան, ապա հիմա այդ հարցերը կարող են առաջ շարժվել։ Շատերը կարող են ձևակերպել վարկ, ստանալ ֆինանսական աջակցություն կամ լուծել երկար ժամանակ ձգձգվող դրամական հարցերը։ Եթե ամուսնացած եք, հնարավոր է ձեր ամուսնու կամ կնոջ եկամուտն ավելանա, իսկ եթե ամուսնացած չեք, ապա ընտանիքի անդամներից որևէ մեկի ֆինանսական վիճակը կարող է լավանալ, եւ դա նաեւ ձեզ վրա կազդի։ Եթե սպասում եք թոշակի, ալիմենտի, նպաստի կամ երեխաների հետ կապված վճարումների, ապա մեծ հավանականությամբ այդ հարցերը նույնպես կսկսեն լուծվել։ Ոմանք կարող են ժառանգություն ստանալ կամ վերջապես կարգավորել ժառանգության հետ կապված փաստաթղթերը։ Սա նաև շատ լավ ժամանակ է հոգեբանի հետ աշխատելու, ներքին վախերը հաղթահարելու կամ ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու համար։ Շատերը կսկսեն հետաքրքրվել հոգեբանությամբ, էզոտերիկայով, աստղաբանությամբ, տարոյով կամ այլ հոգևոր գիտելիքներով։ Հնարավոր է ձեր կյանքում հայտնվի մի մարդ, որի հետ շատ ուժեղ ձգողականություն կզգաք։ Այդ ծանոթությունը կարող է լինել անսպասելի, բայց շատ ազդեցիկ։ Եթե հարաբերությունների մեջ եք, ապա այս շրջանում ձեր մտերմությունն ու կապը կարող են ավելի խորանալ։ Ոմանք կարող են ստանալ բավականին մեծ գումար, լինի դա վարկ, փոխհատուցում, ժառանգություն կամ երկար սպասված վճարում։ Այս օրերին նաև շատերը կարող են տեսնել շատ ուժեղ, նույնիսկ մարգարեական երազներ։ Այդ պատճառով անպայման ուշադրություն դարձրեք ձեր երազներին։ Հնարավոր է դրանց մեջ կարևոր հուշումներ լինեն։ Եթե ինչ-որ պարտք ունեք, տալու կամ հակառակը ձեզեին պարտք, ապա այս հարցերը նույնպես կարող են լուծվել։ Եվ վերջում, եթե վաղուց մտածում եք փոխել ձեր արտաքին տեսքը, սկսել նիհարել, զբաղվել ինքներդ ձեզանով, կամ նույնիսկ սկսել կոսմետիկ միջամտություն կամ դիմել, կոսմետիկ միջամտության կամ փոխել ձեր դեմքը, որից է կոսմետիկ պրոցեդուրաներ անել, ապա այս նորելուսինը դրա համար նույնպես բավականին բարենպաստ շրջան է։ 8-րդ տունը փոփոխությունների տունն է։ Հինը կամաց ավարտվում է, իսկ նորը սկսում է իր տեղը զբաղեցնել, եւ որքան պատրաստ լինեք այդ փոփոխություններին, այնքան ավելի հեշտ ու հաջող կանցնեն այս շրջանը։ Հարգելի այծեղջյուրներ, այս նորելուսինը տեղի ունենում ձեր 7-րդ տանը։ Առաջիկա 2 շաբաթների ամենակարևոր թեման լինելու են հարաբերությունները, ամուսնությունը, սիրելի մարդը, գործընկերությունները եւ համագործակցությունները։ Եթե արդեն հարաբերությունների մեջ եք, ապա այս շրջանը կօգնի ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, ավելի շատ խոսել, իրար հասկանալ եւ լուծել այն խնդիրները, որոնք վաղուց կուտակվել էին։ Եթե վերջին շրջանում ձեր հարաբերություններում լարվածություն կար, հիմա շատ լավ հնարավորություն է ամեն ինչ հանգիստ քննարկելու եւ նոր էջից սկսելու։ Եթե միայնակ եք, ապա մեծ հավանականությամբ կարող եք ծանոթանալ մի մարդու հետ, ով հետագայում շատ կարևոր տեղ կզբաղեցնի ձեր կյանքում։ Եթե նախկինում շփում չկար ձեր սիրելի մարդու հետ, հնարավոր է հենց նա առաջինը կապ հաստատի կամ ցանկանա նորից խոսել ձեզ հետ։ Շատերի կյանքում կարող է հայտնվել մարդ, ով կօգնի դուրս գալ բարդ իրավիճակից կամ ճիշտ որոշում կայացնել։
Եթե զբաղվում եք բիզնեսով, ապա սա շատ հաջող շրջան է նոր գործընկեր գտնելու կամ շահավետ համագործակցություն սկսելու համար։ Ոմանք կարող են նույնիսկ որոշել բացել սեփական բիզնեսը կամ սկսել աշխատել որևէ գործընկերոջ հետ։ Եթե ձեր աշխատանքը կապված է հաճախորդների հետ, ապա առաջիկա 2 շաբաթների ընթացքում նրանց թիվը կարող է զգալիորեն ավելանալ։ Շատերի կյանքում կարող է հնչել ամուսնության առաջարկ, իսկ ոմանք արդեն կսկսեն պատրաստվել հարսանիքի կամ նշանադրության։ Այս շրջանում շատ կլինեն հաճելի հանդիպումներ, նոր ծանոթություններ եւ գեղեցիկ շփումներ։ Որոշ ընտանիքներում կարող է նաև լուր լինել երկրորդ երեխայի ծննդի կամ ընտանիքի համալրման մասին։ Եվ ամենակարևորը, այս նորալուսինը կօգնի, որ ձեր հարաբերություններն ավելի ամուր, ավելի վստահ ու ավելի ջերմ դառնան։ Եթե ցանկանում եք ձեր կյանքում ունենալ սեր, ներդաշնակություն եւ լավ համագործակցություն, ապա այս նորալուսինը կարող է հենց դրա սկիզբը դառնալ։ Հարգելի ջրհոսներ, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 6-րդ տանը։ Առաջիկա 2 շաբաթների ամենակարևոր թեմաները լինելու են աշխատանքը, առողջությունը, առօրյան եւ ձեր ամենօրյա պարտականությունները։ Եթե երկար ժամանակ շատ աշխատանք ունեիք կամ զգում եք, որ ամեն ինչ կուտակվել է, ապա հիմա վերջապես կկարողանաք ամեն ինչ հերթով կարգավորել։ Աշխատանքն իսկապես շատ կլինի, բայց դրա հետ մեկտեղ արդյունքներն էլ հաճելի կլինեն։ Դուք կզգաք, որ ձեր ջանքերը վերջապես գնահատվում են։ Եթե աշխատանք եք փնտրում, շատ լավ հնարավորություն կա նոր աշխատանքի անցնելու կամ նոր առաջարկ ստանալու համար։ Ոմանք կարող են փոխել աշխատավայրը կամ տեղափոխվել այնպիսի տեղ, որտեղ իրենց ավելի հանգիստ ու գնահատված կզգան։ Եթե աշխատավայրում նոր պայմանագիր պետք է ստորագրեք կամ երկարաձգեք, ապա մեծ հավանականությամբ ամեն ինչ հաջող կընթանա։ Հնարավոր է նաև նոր գործընկերներ կամ ղեկավար հայտնվեն, որոնց հետ աշխատելը շատ ավելի հեշտ ու հաճելի կլինի։ Եթե վաղուց մտածում եք սեփական գործը զարգացնելու մասին, ապա հիմա դրա համար նույնպես լավ ժամանակ է։ Առողջության հետ կապված հարցերն առաջին պլան կգան։ Եթե վաղուց հետաձգում եք բժշկի այցելությունը, հետազոտությունը կամ որևէ բուժում սկսելը, այլևս մի հետաձգեք։ Հիմա շատ հարմար շրջան է առողջությամբ զբաղվելու համար։ Շատերը կսկսեն ավելի առողջ ապրել, կփոխեն սննդակարգը, կսկսեն մարզվել կամ պարզապես ավելի շատ հոգ տանել իրենց մասին։ Եթե ցանկանում եք նիհարել կամ հրաժարվել վնասակար սովորություններից, ապա այս նորալուսինը ձեզ լրացուցիչ կամքի ուժ կտա։ Ոմանք կարող են տուն բերել նոր ընտանի կենդանի, շուն, կատու կամ մեկ այլ փոքրիկ ընկեր, որը շատ ուրախություն կբերի։ Եթե օգնության կարիք ունեք տան գործերում, երեխաներին խնամելու հարցում կամ նույնիսկ ձեր բիզնեսի համար աշխատակից եք փնտրում, ապա այս շրջանում շատ մեծ հավանականություն կա, որ կգտնեք ճիշտ մարդուն։ Այս նորալուսինը կօգնի ձեր կյանքը դարձնել ավելի կազմակերպված, ավելի առողջ եւ ավելի արդյունավետ։ Երբ կարգի է գալիս առօրյան, շատ ավելի հեշտ են կարգավորվում նաև կյանքի մյուս ոլորտները։ Հարգելի ձկներ, այս նորալուսինը տեղի ունենում ձեր 5-րդ տանը։ Առաջիկա 2 շաբաթները կապված են լինելու ուրախության, սիրո, երեխաների, ստեղծագործության եւ այն ամենի հետ, ինչը ձեզ իսկապես հաճույք է պատճառում։ Այս շրջանը կարծես հիշեցնում է, կյանքը միայն պարտականություններ չեն։ Պետք է նաև ժամանակ հատկացնել այն բաներին, որոնք ձեր սիրտն են ուրախացնում։ Շատերը կարող են ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, զբաղվել նրանց հետ կապված հարցերով, միասին ինչ-որ նոր բան ստեղծել կամ պարզապես ավելի շատ ուրախ պահեր ունենալ ընտանիքի հետ։ Եթե երկար ժամանակ ինչ-որ ստեղծագործական գաղափար ունեք, բայց չեք համարձակվում սկսել, հիմա կարող է գալ հենց այդ նոր էներգիան գործի անցնելու համար։ Շատ լավ շրջան է ստեղծագործ մարդկանց համար, նկարիչների, ձեռագործով զբաղվողների, դիզայներների, երաժիշտների կամ բոլոր նրանց համար, ովքեր իրենց գաղափարն են ստեղծում։ Սիրո ոլորտում նույնպես կարող են լինել գեղեցիկ փոփոխություններ։ Եթե միայնակ եք, հնարավոր է նոր ծանոթություն, հետաքրքիր հանդիպում կամ նույնիսկ նոր սիրային պատմության սկիզբ։ Եթե հարաբերությունների մեջ եք, կարող են վերադառնալ ջերմությունն ու ռոմանտիկան։ Կարող եք ավելի շատ ժամանակ անցկացնել միասին, գնալ սրճարան, ռեստորան, զբոսնել կամ պարզապես նորից զգալ այն զգացումները, որոնք մի փոքր կորել էին առօրյայի մեջ։
Ոմանք վերջապես կարող են լուծել երեխաների կամ հանգստի հետ կապված հարցերը։ Եթե երկար ժամանակ ինչ-որ ծրագիր կամ ստեղծագործական գործ առաջ չէր գնում, հիմա այն կարող է շարժվել առաջ։ Այն շրջանը շատ լավ է նրանց համար, ովքեր ուզում են զբաղվել իրենց հոբիով, վերածել սիրած գործը բիզնեսի կամ սկսել անել այն, ինչի մասին վաղուց երազել են։ Մարզիկների համար նույնպես հաջող շրջան կլինի։ Հնարավոր են հաղթանակներ, նոր ձեռքբերումներ կամ նոր հետաքրքրությունների առաջացում։ Ոմանք կարող են գնալ արձակուրդի, եւ այդ հանգիստը իսկապես վերականգնող ու հաճելի կլինի։ Եթե մտածում եք խաղերի, ստեղծագործ նախագծերի կամ նույնիսկ բախտի փորձության մասին, այս շրջանում հնարավոր են նաև հաճելի անակնկալներ։ Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, այս նորալուսինը կարող է բերել ուրախ լուրերի հնարավորություն։ Մի խոսքով 5-րդ տունը մեզ հիշեցնում է՝ մի մոռացեք ապրել, սիրել, ստեղծել եւ ուրախանալ։ Երբ մարդ անում է այն, ինչ իր սիրտն է սիրում, կյանքում նոր էներգիա է բացվում։ Այսքանը սիրելիներս, թող այս նորալուսինը բերի միմիայն հաջողություն ձեր կյանքում եւ ամենալավ պահերը։